Աբուշի մեկը պիտի լաս, եթե չհասկնաս, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հայկական է, Փարի Լուիս։ Փարիլույսերիներ հանուն հոր եւ որդվո եւ որդվին սրբո բայց ինչու ցեք ցերկե գտնեն թող ազատ լա ցերկերը հանուն հոր եւ որդվին սրբո ամեն մտածեք ասոր մասին իհարկե այսօրվա նյութը ադիգա չէ բայց օրինակ գենցաղի մեջը մենք հայերս անանք բաներ գնենք որ այսինքն անուն հոր եւ որդվո գարձես աս ցերկերը եթե կովկովի տված չլան Աստուծո գտպնան կամ փամգն ադոր մա կովկովի գբերեն վստահ եմ որ արասպել մգա ադոր մասին սեներ արդեն իմ տրամահավաքի արշավը սկսավ այսօր երեգոյան հայկական արվեստի բատկերասրային օրի մեկը թադերասրահ մնակ ունենամ ծև տրամով ամեն ինչ ես կնամ ունենալ բատկերասրային մեջ սեներ դեղի ունեցավ հայրումեք օրինակ հայերը աբուշեն կիրքի շնորհանտես չեր, բան չեր, ով որ գուզեր գուքար գավներ կիրքը կներ գերտան եւ սեզի եմ $20 է կիրքը 55 հատ զախեցի $1000 անցավ ինչ լավ նպատակը $10,000 հավաքել է ծև տրամով ջամփորտել է եւ արդեն 10% գծա հավաքել Փարի Լուիս իմիջալոց սեզի եմ արդեն Armenian Arts-ի 5-րդ օրինակը այս տարվա 3-րդը անցադարի 2 հատեր արդեն նայեցեք կալ շաբթվա ցուցահանդեսի ստեղծագործություններն մեկն է Վասկեն Մատյանի կորզերեն մեկն է եւ արի գիտություն բոլոր այն հայերին այս անգամ հայերեն եւ անգլերեն է մեջսեներ քանի վերջո եթե ես ասեմ հայերուն որ հայերեն չեն խոսիր Մաքուր հայերեն չեն խոսիր աբուշեն ես աբուշի մեկը գլամ եթե իմ Armenian Arts ամսաթերթի մեջը հայերեն անա նմուշի համար հավասիկ հոդված գա Վասկենի մասին հայերենով իմիջայլոց Արմեն Մովսեսյանի համերգը մայիսի 26-ին է դեր գանուխ ենք ատքի առաջ ապրիլի ողբերգական 100 տարվա հաջորդ չէ 2 տարի գլա միսնագա ինչ որ է բայց հավասիկ սեներ Իմիջայլոց Գյուլբենկյան հաստատությունը արեմդահայերենի համար հadoop ամառնային ծրագիրներ ըրած է այստեղ նորեն Արամազոնյանի Բուրջ Համուդ քիրքի մասին վերլուծումը գա անգլերենով հոս Վասկեն Քալայջանի ստեղծագործությունն արվեստագետը իր մասին հոդված մգա եւ այսպեսով նայեցեք Հովիկ Աղեկյանի ցուցահանդեսել լուսանկարներ Հետո քիշեք Downtown Los Angeles հայուհիներ որ փերած է նրանց ցուցահանդեսեն որոշ նկարներ եւ հետո գուկա Փետրվար ամսու Armenian Arts թադերասրահի մեջի գայացած Լարիսա Սարաֆյանի ցուցահանդեսը Touch of Light բավական նկարներ կան Տեսակ սեներ ինչպես եւ գնանք ասեք ինչու օդար թերթերը մեր մասին չեն գրել Տուն թերթ կստեղծես եւ քո մասին։ Գիտեք, չի ասմեգը գրնակ եւ տալ armenianarts.com եւ այդտեղ դեմը գասե մագազին 34-99 կվճարեք եւ ամեն ամիս ծևդունը կսիասի։ Արդեն 50 ամսական բաժանորդ արդեն եղավ։ 50 հոգի եղավ, սեներ ծև դրամով։ Իհարկե, քիրքը գիտեք, ցեզի համար է, իսկ հետաքրքրանը գիտեք որ է հայ ժողովրդի այս առասպելական իրավիճակը մենք որ Ամերիկայի մեջ մեծած ենք փախտավոր ենք մտածելու ազատության մտածելու իսկ նրանք ովքեր Հայաստանի մեջ ծնած են եւ թեր չեն գրթված բավական դժբախտություններ ունին եւ օրինակի համար հիմա ցեզի այսօր արավոտյան դեսա
YouTube-ի վրա, գիշեք այդ հիմար գիմը գար հերացայներից եւ բադի բանչեց Եվրոպային։ Ուրեմն նայեցեք ինչ գրեր է։ Այդ վերնակրով քիրքը պետք է ոչնչացվել, իսկ քիրքի հեղինակին խստորեն բաժել։ Լենին բաբիգի Ստալինի օրերը գարձեք հիշեգոր եւ մեծ քումարի փոխհատուցում բանջել։ Ինչ ունին որ ինչ պիտամնես։ Բարտկերս կուդամ քեզի գերլա գերտաս։ Համայն հայությունը եւ հայոց թրոշին ու բեդության արժանապատվությունը անարգելու համար։ Ավանակ Մարինե Վահրադյան իսկապես ավանակ է, այսինքն էշա չէ, ավանակ է։ Հայոց թրոշին ու բեդության արժանապատվությունը այս քիրքի մեջը ինչ թրոշի հարց կա, ինչ բեդության հարց կա։ Չեմ հասկանում։ Տրամի վրա գրված սխալը, խնդրեմ թաթ բացեք, որ ես թաթ բանամ ամբողջ Հայաստանի իրավիճակը փոխեմ։ Իսկ ավելի հետաքրքրականը, այս Մարինե Վահրադյանը թղթապատճառ դարձած է, որ ներողություն ասիգա սխալ դեր եկանք հոսպիչիկայինք, այլ երթանք այդ մյուստերը ուրդեղ չի կարգոր ասանք չլագոր։ Ուրեմն մի ոմն հիմա ցեզիգը սեմսեներ Հայաստանյան լրակրության լեզվապան չեմ գիտեր ինչ վստահ որ ասկական ունի աստե որ հիմա ինձի գտիդե անունը դամն է միներվիքսերներ որ են էշեմ անվանագոչում այս նոր Լենին բաբիգեն ժառանգած Ստալին բաբիգի թեր Հայաստանի մեջը հետամնաց մդավորական դիգիմը որուն անունն էսելեներ իհարկե դեսնա չափ հաջելի դեսք չէ գներ ընդրապես գերեցիկ կլան բայց ասիգա օքեյ սերելի Մարի Փարսեղյան Խանջյան ով որեսն է դու որ հայերեն լեզվի մտավորական հոդվածիդ մեջը գսես արդյոք ես չեմ գիտեր 20-րդ տարու հայելի ներդրումը եւ այլն դքետ դիգին եգրակունտի վրա մեկ հատ քիրք կա որ 20-րդ տարու Ամերիկա հայությունը որ կարևոր միսներ աչափ կարևոր չեն մենք Ամերիկա սովետական միության եղածները միայն թե սովետներին էր իսկ Ամերիկայի մեջ սեզակորձները աշխարհի 7.5 բիլիոնը շահակորձած եւ օգտագործած է միակ քիրքը եւ իրեն 800 էշնոցը այս սկիզբ 150 եւ հետո 800 էշնոց քիրքը այս նույն մարտն է որ 101 օրինակ հայերը աբուշեն քիրքը հրադարագած է 20-րդ տարու հայերու ներդրումը եգրակունտին Ուրեմն այս ծեր ասկականը վստահ եմ որ հիմա մեկը դիտեգոր որուն անունն է Մարի Փարսեղյան Խանջյան հայերեն լեզվի մեկնաբան երկար բարակոծված գրեր է այսինքն հայտնի է որ ղզղնած վիճակի մեջը ասիկա մաքուր հայերեն ասպարսին հայաստանցիներեն սորվեց այս բառը լիբանանցիները սուրիացիները չեն օգտագործել ղզղնած իրավիճակի մեջ այս դիգինը կամ օրիորդ ով որեն է բաց նամակ ողջ հայ ժողովրդին վիրավորել է Ստեփան Փարթամյանը աբուշ հիմար անվանելով ինչ որ է անստինգ առաջ արիցի ձեզի բիտ դրվի ուրեմն սեյներ thearmenian.com երթալով այս քիրքեն գմնակ ապահովել որ ես ծեր տրամներով շարունակեմ Փարթամ all things Armenian հարուստություն ամեն ինչ հայկական եթե թարգմանեմն է հայերենի այդ կորձունեությունը 14 երկիրներ վավերագրած եմ ծեր տրամով եւ հիմա պիտի շարունակեմ վավերագրել այլ երկիրներ ծեր տրամով եւ հետաքրքրականի արդեն զանգերը սկսած են անստինգ առաջ դեր հարցում չհարցուցի Փարի Լուիս ծեր գարձիկը Ստեփան քեզ բանը հարցնեմ հարցու հիմա որ քիրքը գրած ես որ Armenian people stupid այդ ոչ թե միայն հայերին ծեր կգանցնի օտարների ծեր կգանցնի եւ նրանց ուղեղի մեջ կդրվի որ հայերը ստուպետ են բայց չէ որ ցունալ հայես քեզյալա կվերաբերվի ես հայ եմ մեկ վարյան նկարիչ որ հիմա կնկարե որ մենք ալ կտեսնանք ինքնալ հայ է ուրեմն ինքնալ ստուպետ է ռեկլամը նողները որ քեզ ռեկլամ գնեն անոնգալ ստուպետ են այսինքն ցունա որ գիտես ցունա ստուպիդ ես չէ այո ամբողջ բայց ես չեմ ասել օդարի հիմա եթե ասենք դամի եմ ինչ եմ Բայց սխալ է Ստեփան, իտուն Սիրելիս, ինչու թեր Գաբրիկ Ստալինի օրերուն, ինչու թեր Ստալին կամ Քեմել Ժումբլատ, ուրդեղ են եստուն։ Ես, Արաբստանեն։ Արաբստանի, Անվար Սադատ,
կամ Հաֆեզ Ասադ ինչու այդ օրերը գաբրիկ 21-րդ տարին է մարդը իրավունք ունի արտահայտվելու եւ եթե ես կսեմ 101 reasons Armenians are stupid նայե միան թե աբուշն է որ գվիրավորվի քանի որ դրամապանությունը մարդը նախ պիտի նայ որ ինչ է պատճառները որ հայերը աբուշ են եւ որ գտեսնե որ մարդը հայերենով փար քույություն ունի բայց հայը օգտագործում է օդար փարը մարդը դեսե իսկապես աբուշ են բայց իմիջիայից քեզի ասեմ աշխարհի ժողովուրդը գիտե մեր մասին այո մեքսիկացիներն ալ օգտագործեն անգլերեն բառեր հույներն ալ օգտագործեն անգլերեն ես Հիսուս Քրիստոսը չեմ սիրելիս ես Հիսուս Քրիստոսը չեմ եկած աշխարհի բոլոր մարդկանց փրկելու անկարող է ես մի հատ հայերուն պիտի փրկեմ ես հայերուն հայերին հետ գործ չունիս մենք խիար գսենք պամիդոր գսենք ադիգա մեր կորձն է չէ մեր կորձը չէ ադոր համար ավանակ աստարծած ենք ադոր համար մեր հողերեն հերու ենք ադոր համար հայկականություն չենք գիտեր անցիր առաջ ադոր համար սալլա մանդելինը շարժե տաշտինագը ադոր համար մենք այսօր Իբրահիմ Տաթլսիզի երկերը հայերեն ենք ներկայացնում ադոր համար քանի որ խիարը վարունգը չենք կրծած զարնազանել իրար մե այսինքն անգիրտ ասկենք այդ օրը որ ասկային արժանապատվություն ունենանք Հայաստանեն մինչև Բեյրութեն մինչև Լոս Անջելես Լոս Անջելես մինչև Սիդնի Ավստրալիա ասկային արժանապատվություն եւ ոչ թե անհատական արժանապատվություն այդ ժամանակ ես կսեմ որ հայերը աբուշ չեն եղավ սեներ դարօրինակ է մենք ապրում ենք 21-րդ դարու երբ որ մարդ արարածը զարգացած է իսկ հայը թեր քարանսավի մեջը խորոված գնե խորոված ամոթ է օդաները ինչպես են մեր մասին 101 reason Armenians are stupid իմ բաժարը ներն են գնա ուրիշների համար այդ բաժարները նույն իմաստը չի դար սեներ ուր էիք 2009 թվականին որ քիրքեր գհրադարագեմ թե հայերը որ չափ խելացի են ամեն նիդա արժանապատվությունը ստացակ ծեր աբուշությունների մեջ ծեր դկիդության մեջը գիտես աս ինչ բանը հայ է ստեղծած է թուն ինչ ես արել թուն ով ես եգրակունթի վրա ես ժանանքն եմ այդ մարդուն հիմա լավ հայերեն բարմը գործած է բայց իքական սերմը գա իրեն խոստացա որ ավելի խելոք բարեր պիտի օգտագործեմ եւ հիմա կթիդե ինքը ադիս պատճառով չեմ ասի բայց սիրեներ խնդրում եմ ծեր զավակները այսօր հիշեք դուք որ պիտի ամուսնանայիք գույս կամուսնանայիք ծեր զավակները այսօր գույս չեն ամուսնանար ժամանակները փոխվեր է եւ եկեք այսօրվա նույնը հենց այդ գույսության մասին խոսենք որուն իրավունքն է ուրիշ անհատիմը ասե որ քո մարմինը գնաս կորզածել կամ չես գնար կորզածել մտածեցեք եւ սկսեք զանգահարելու քանի որ գիտեք չէ 1915-ին գույս աղջիկներ ցերքի դվին եւ իրենք կլդորեցին հովիդի մեջը իսկ այսօր ադիգա ոչ մի արժեք չունի արևդրական ծանոթություններ Վայելեք Կարուն ընկերության անարատ համեղ թթվասերը Կարունի Village թումա պանիրը Կարունի բրինձա ֆետա պանիրը Կարունի սուլգունի պանիրը Եվ այժմ ներկայացնում են Կարունի գոուդա հալեցված պանիրների տեսականին Համեղ փափուկ պանիր ձեր ընտանիքի համար Կարուն համեղության անուն
Վարդան Ղրմեզյանը ունի 35 տարուց ավելի փորձառություն եւ ընկերության գործունեությունը ընդգրկում է Social Security SSI Medical Medicare խնամակալի աշխատանքի ընթացքում առաջացած մնայուն վնասվածքների փոխհատուցման ծառայությունների, ինչպես նաեւ դիմումների վերանայման եւ դատական լսումների միջնորդություններ։ Ընկերությունը առաջարկում է քափի ծրագրեր, նպաստներ եւ թոշակի օժանդակություն։ Քաղաքացիությունը պարտադիր չէ։ Մանրամասների համար զանգահարեք 818 957 2272 հեռախոսահամարով։ Առաջին անգամ Լոս Անջելեսում նոր ներկայացում բոլոր նրանց համար, ովքեր անտարբեր չեն Հայաստանի եւ հայության ապագայի հանդեպ։ Նոր տրագիկոմեդիա, որ մատնացույց է անում մեր այս վիճակի մեղավորներին եւ փրկության ճանապարհներ փնտրում։ Մայիսի 7-ին Pasadena City College սրահում Սիրով ապագայից կամ Mea Culpa 2 գլխավոր դերերում Հրանտ Թոխացյան, Սամսոն Ստեփանյան եւ ուրիշներ։ Տոմսերը գնեք նախորոք։ Սիրելի ով որ զանգարեցիր ուզում ես իմ ժամի փողոթում վճարես, որ ես ժամ չունենամ, աղբերս չես կարող։ Գիտես ինչու։ Քանի որ շատ տանգ է այս ժամը, ամբողջ հայերը նստած դիտում են, Գերմանիայեն, Հայաստանին, Ֆրանսիայեն, ուրեմն լավ ժամ է։ Եվ եթե քիչ ծանոթություն ունենք, քանի որ մեծ փողեր են վճարում, մենք ուրիշների նման չենք, որ 1 ժամվա մեջ 40 րոպե աղքաданոց փողեր վճարվին եւ ծանոթություն ցեզի աբուշի դեղ տնեն։ Իսկ այս ծրագրի մեջ ցեզի մարդու դեղ տրած ենք, ուրեմն փողերը բահե անցրևոտ օրգուկա քեզի համար լավ գալա։ Իսկ այստեղ օրինակի համար Facebook-ի վրա բավական մարդ գտիդեն եւ առաջարկ կա, որ այդ ջիվերփարը որ օգտագործեմ, որ մաքուր հայերեն է, այլ օգտագործեմ շիդեք նայեցեք, սխալ է մոր թաղելը սխալ բառ է, այսինքն մենք հայերս այդքան որ անգարող ժողովուրդ ենք, միշտ առաջին վիրավորականը գուզենք մոր հատկացնել։ Գիտեք ինչու։ Քանի որ միայն թե հայերն են, որ մայրը սուրբության դեր գտնեն։ Մայրը մայր է, բայց սուրբություն չէ, եւ երբ որ վիճապանության մեջ գլա առաջին հայոյանքը մորը գերտա։ Իհարկե, արաբներն ագնեն, այսինքն երկրակունթի 3-րդ 4-րդ մագարտագի ածածր դքետ ժողովուրդները ընդամենը այդպես կօգտագործեն։ Կամ զարգացածներում մեջնա բարձ այդ ոչ զարգացած մարդիկ այդպես կասեն։ Ուրեմն սեներ մի ներվիկ, եկեք այսօր այդ գույսության մասին խոսենք։ Քո մեծ մայրը եւ քո մայրը եւ որ ամուսնացավ գույս էր։ Եթե 100% առնես, 100%-ի մեջ են 4 կամ 5 գույս չեն լար, 95%-ը գույս կլային։ Այսօր երկրակունթի դարածքին եւ հայկական իրականության մեջը եւ որ 105 ամուսնանա նախընտրելի է որ գույս չլա։ Նեղվեցակ ինձ մի ամենիդ։ Նեղվեցակ։ Եղավ սեներ 5%-ը գույս թոմնա, 95%-ը գույս չմնար։ Քանի որ մարդու ազատ մտածելակերպը, մարդու եւ գնգա հարաբերությունները միայն թե կպատկանին գնգան եւ այդ մարդուն։ Բայց գիտեք մենք հայերս ինչպես ամբողջ Քերտաստանով պետք է գիտեք ժամանակին աղջիկներուն փաղնիկ կդանեին լողացնելու համար, բայց հիմնական պատճառը այն է որ ստուկեին ամբողջ դղային Քերտաստանը պետք է ստուկեր, որ աղջիկը գույս է կամ գույս չէ։ Գիտեք Հայաստանի մեջ այլ ուրիշ էշություն մգա Գարմիր Խնձորի քաղաքապարը։ Եվ ասիկա ժամանակի ընթացքին, իհարկե ժամանակի ընթացքին շատ ավելի վաղուց, ավելի ազատամիտ էինք։ Բայց հետո եկավ ժամանակը, որ եւ որ արդեն դարձանք ստրուկներ, սկսանք արդեն մարդուն շահագործել եւ պայմաններ տնել։ Եվ հետո հիմա արդեն 21-րդ դարը շատ ավելի զարգացած իրավիճակ ունի մարդ արարածը եւ նույնիսկ հայերը։ Բայց թեր ամոթ է աս հարցերը, ամոթ է։ Ուրեմն, ծեր գարձիկով մարդու սերային հարաբերությունը կյանքի ընթացքին այդ ավանդական մտածելակերպն է կամ նոր այսօրվա մտածելակերպն է։ Եվ եթե հիմար բաներու մասին մի խոսիկ կանչադեմ եւ խնդրում եմ ցախ կոմունիստներ մի ասեք որ չի հավնեցավ անչադեց։ Չէ, եթե ծեր վիճապանությունը
էշություն է, ժամանակ չունիմ։ Մեծ գումարներ կերտա այս ժամին ընթացքին սրեիներ։ Ադուր համար դրամատրած ենք, որ հայ անհադի զարգացած խավը կարողանա արդահայտվի եւ մնացած ժողովուրդը, որ այսօր ասորական բարը, քրդական բարը եւ այլ ուրիշ բարեր համարում է հայկական, ըլլա այդ մեկը Ամերիկայի մեջ 100 տարի առաջ եկող հայը թրքական քյուղերեն եկած իր մեծ հորը նվակած ուդի վրա Սալլա Սալլա Մենդելինին այդ ժամանակվա երգը, որ այսօր սերունդ մգա, որ հբարդությամբ կգարձի հայկական է, մինչև երեկվա Լիբանանեն եկած, նայեցեք Լիբանանը գմեցին, որ հայաստանցիները չիներվիկ, չէ որ բիդեսեք, որ այս տղան լիբանանցի հայաստանցիներուն կգտնի, չէ, ես հայերուն կտպնամ, բայց անուններ դամ, որ ուրախանակ, Լիբանանեն եկած հայը, որ բորդաբար բիդի բարե, որ գարձե, որ հայկական է, կամ Հայաստանեն եկած հայուհին, որ բորդաբար պետք է բարե, որ գարձե, որ հայրեն է, անցնինք ծեր գարձիկներին, Փարի լույս, ծեր գարձիկը, Բարև Ստեփան։ Բարև, ինչպես եք։ Ստեփան, դու գիտես կուսությունը ինչ նշանակում։ Ես չէ, դու գիտես ինձի բացատրի։ Հիմա բացատրեմ։ Կուսությունը նշանակում է, որ եթե մարդը տղամարդը առաջ անգամ հանդիպում է կնոջը հարաբերություն ունենում։ Կնոջ այլանդի մեջ ֆոտոգենիկ բաներ կան, որ դա առաջ անգամ ընդունում է դա ու դառնում է հիմնական ծնողը դառնում է ինքը։ Երկրորդ արդեն ամուսնությունները չի համարվում, արդեն ֆիզիկական հայ է նշանակում։ Իսկական հայը լինում է առաջ անգամ հարաբերվելու դեպքում, հասկացա՞ր։ Դրա համար էլ պաշտպանում են կուսությունը, որովհետեւ երեխան դառնա իսկական ծնող, իսկական ծնողի երեխան դառնա։ Հետաքրական մոդեցում է բայց, շատ հետաքրական։ Այսինքն մոդեցում չէ։ Էդի իմ մոդեցումը չէ։ Հաբա։ Գիտականորեն ավարտված բան է էդի։ Այսինքն այդ գինը որ երկու անգամ ամուսնացած է, առաջին զավակը հայի հետ ամուսնացած է, հայ է, երկրորդ զավակը հայի հետ ամուսնացած է, հայ չէ։ Հայ թուրքի վրացու հարցը չի ստե։ Այսինքն առաջին ում ամուսնացած է, արդեն երեխան գենետիկորեն պատկանում է այդ մարդուն։ Հիմնական հայրը ներողություն, ինչու մարդուն եւ ոչ թե գնգան։ Ով է սա որ մարդուն կպատկանի։ Ով է սա որ մարդուն կպատկանի, գնգան թերևս գնգան այդ մաքուր հայրենով DNA-ը շատ ավելի զորավոր է, քան թե մարդուն։ Ինչու վայրանգան տղամարդու իրավունք է տալիս։ Որովհետև կնոր ասեցի քեզ, բանը կնոջ արգանդի մեջ ֆոտոգենիկ ես հիմա չեմ կարող քեզ մանրամասը բացատրեմ։ Լավ կնի որ դու ինչ որ ասում ես, ուսումնասիրես մի հատ մանրամասը։ Որ քո ասած ադմուշաբուշ բաներ ասես։ Եղավ, շատ շնորհակալ։ Դու ամբողջ ազգին խառնում ես իրար, առանց հասկանալու թե դու ինչի մասին ես խոսում։ Սիրելիս ամբողջ ազգը խառնված է արդեն։ Ազգ գոյություն չունի։ Դու ավելի ես խառնում։ Չէ։ Անիմաց բաներ։ Սիրելիս, բժիշկին քո որ գերտաս եւ գսես որ հիվանդություն ունիմ, արդեն խառնված ես։ Բժիշկը մի քանի քննություններ կգադարի, հետո քեզի գսե որ խառնված ես։ Ուրեմն այդ խառնվածքին համեմատ քեզի լուծումներ գուտա։ Մենք հայերս խառնված վիճակի մեջ ոչ մեկ լուծում չունենք, քանի որ նախ չենք ընդունի որ խառնված ենք։ Բայց նայեցեք ասկերաչ ուրիշ մեկն ասիգա ինձի հերադեսիլի մեջ հսա։ Եվ որ այդ առաջին դղամարդու պատկերացուցեք այս մեկը սենը նայեցեք։ Սա է գին արմադը, իսկ սա դղան է։ Առաջին անգամ գնգա արքանտի մեջ ինչ որ կմտնա, սա է իսկականը։ Բայց գիտես միջի ադիգամենը շատ մադեր մտածեն, քան թե անդամ մտնա։ Այսինքն դրամապանական Էփերանի մեջ մտած գերը ինչ կլա։ Հետաքրական է սերներ։ Աշտապ վախկոտ ժողովուրդ երկրակունքի վրա ես չեմ տեսած։ Ուրեմն հայոց բամության ընթացքին մեծն դիկրանի օրեն եւ որ բազմագիներ ունեին։ Ուրեմն առաջինը հայեր, մնացածները հայ չէին։ Քանի որ արքանտի մեջը զիրաքս մեքենա գա։
ասենք զիրակցի մեքենա գա արքանտի մեջը, եւ որ գմնա զիրակցին է, չշիկ, եւ քեղեցիկ ասեմ մաքուր գրկնորինակ մգահան է։ Իսկապես խնդալիք ասկենք ամենք, յա, մինեք ասակ բանել, յա։ Բարի Լուիս Սերգավձիկը։ Սերգավձիկը։ Ալո։ Այո, բարև։ Ալո։ Լսում եմ ձեզ, դուք լսում եք ինձ։ Ով է խոսողը։ Տրացին դղան, ով է խոսողը։ Ստեփան Պարտամյանն է։ Այո, սիրելիս, ուրիշ մեկը չի գա։ Ուրիշ մեկը չի գա, Ստեփանն է։ Խնդրեմ, խոսեցեք, ժամանակ չունենք, թանկ է այս ժամը։ Էշ լալու համար 100 տարի գուզես, Ստեփան։ Եղավ, շնորհակալություն սիրելիս, շնորհակալություն։ Գիտեք ինչու այսպես ըսավ ինքը, քանի որ իրեն 1 միլիոն տարի դեպել է որ էշը լա, ինձի քնահատեց որ ես 100 տարի գուզեմ, շատ լավ է։ Բայց 100 տարվա մեջ ինչեր պիտի պատահի։ Սերգավձիկը։ Ալո։ Այո, բարև։ Բարև ձեզ, պարոն Ստեփան։ Ինչպե՞ս եք։ Զանգում եմ Հոլանդիայից, շատ սիրում եմ ձեր հաղորդումները, ուզում եմ խոսել հենց այդ թեմայի մասին։ Այդ առաջվա այն չեմ ուզում ասեմ դեվիլը, որ խոսում էր, առաջին տղամարդը, այդ ռուսական պրոպագանդայի հերթական բանն էր, որ մի ժամանակ պտտվում էր ինտերնետում, մեկ, երկրորդը, քանի հարյուրավոր աղջիկների ճակատագիրը խեղաթյուրել, սուտ կուսություն ասելով, խապկանքների են դիմել, իրանց խապված զգալը հայ տղամարդու մեծ արժանիքն է։ Բոլորին խապում են, բոլորն էլ գիտեն, որ ամեն ինչ կա, բայց իրանց թվում է, թե դա ճշմարտությունն է։ Ինչ կուսություն։ Դիմնել համար տղամարդն էլ։ Այո։ Բայց ճշմարտաբար հայ դղամարդը թեր Հիսուսի օրերն է ապրում։ Բայց ներողություն, Հիսուսի օրերն է գույսությունը կարևոր չէր։ Նայեցեք Մարիամ Աստվածածինը գույս չէր, որ Հիսուսին ունեցավ։ Բայց ադրոմասին չեք կնար խոսիմ։ Արդեն նայեցեք, մինչև Հոլանդա դղամարդիկ գանայք կչղայնացնեք կոր։ Հայ դղամարդիկ սորվեցեք, հայ գինին իրավունք տվեք, որ աշխարհի դերը դառնաք։ Քանի որ հայ դղամարդը վախկոտ է, երկրակունտեն կվախնա։ Քանի որ թասիբի հարց կա, մաքուր հայերենով էսի, թասիբի հարց կա եւ ադատներ կան եւ կանոններ կան։ Կացեք կարմիր խնձոր կնեցեք, ռավսը գարձեմ զեղչի վրա է, բայց հայկական երթակն ավելի արժան կլա կարմիր խնձորները, որ օգտագործեք։ Ներողություն, Աստված գսեք որ փող պիտի աշխատենք, քանի որ Ստեփանը պիտի ճամփորդե արևելական ցանցումներ, որ մե ամեն շաբաթ յետ կսեզի գսեմ, որ այս քիրքը եւ 5 հատ ուրիշ քիրքեր, 5 քիրքերը աբուշների համար է, այս մեկը խելացիների համար է, Բարի Լուիս։ Սա սովորական պանիր չէ, այլ համեղ ավանդույթ, որն ունի անարատության զարմանալի համ, Ars Feta, համեղ փափուկ պանիր։ Այն պատրաստված է Գերմանիայում միջերկրական ծովի ժողովուրդների հնագույն ավանդույթներով, 100%-անոց մաքուր թարմ կաթից եւ չի պարունակում որևէ արհեստական հորմոն։ Որակյալ պանիր ձեր ընտանիքի եւ հարազատների համար։ Ars Feta, հին աշխարհի սքանչելի որակ։ Ռուսական էստրադայի գերաստղ երգահան Լեոնիդ Ագուտինի միակ համերգը Լոս Անջելեսում։ Մասնակցությամբ Ռուսաստանի լավագույն երգիչների Մարգարիտա Պոզոյան, Արթուր Բեստ, Քսանա Սերգենկո, Արմեն Ավջան։ Մայիսի 21-ին աշխարհահռչակ Dolby համերգասրահում Ռուսաստանի ամենահայտնի ձայները մեկ բեմի վրա միայն մեկ համերգում։ Տոմսերի համար զանգահարել 818 265 0506 կամ այցելեք ticketmiket.com։ Ապրիլի 4-ին տեղի կունենա Գլենդելի քաղաքային ընտրությունները։ Գլենդելի եւ Լակրասենտայի հայդատի անձնախմբերը կոչ են անում քվեարկել Գլենդելի քաղաքային խորհրդի 3 տեղերից 2-ի համար ընտրել Զարե Սինանյանին եւ Արա Նաջարյանին։ Օրինակից Էլին քվեարկել այո։ Մասնակցենք ապրիլի 4-ի ընտրություններին։ Հզորացնենք մեր համայնքը։ Ավելյալ տեղեկությունների կամ օգնության համար զանգահարեք։
Ուրեմն սիրելիներ, քանի որ հայ ազգը մաքուր ազգ է եւ քանի որ առաջին անգամ արքաններու մեջ մտածեն առաջին հայերը ելեն եւ այլն, այդ փիլիսոփայությունը ինչպես որ դիգինեսավ սովետական մաքուր հայերեն կորզած է, քարոշչությունը հայերեն չէ, պրոպագանդայի, գիտեք, արդեն ընդհանրապես միշտ այդ մարդիկ որ սովետական միության մեջ կապրեին, գրթվան, զարգացան, բայց մաքուր հայերենով պրակտիկ չունեցան, չէ՞։ Այսինքն չգրցան օգտագործել այն ինչ որ սորվեցան, որ տեսնեն որ օգտագործման ժամանակ ինչ որ սորված են սխալ է կամ շիդագ է։ Հոս է դարբերությունը արևելքի եւ արևմուտքի։ Արևմուտքի մեջը մենք կհավատանք, որ մարդը պետք է կորզնագանը լա։ Եվ որ փամը գսորվիս, ադիգա բիտնայս որ գենցաղի մեջը կկորձե կամ ոչ։ Քանի որ այդ քիրքերու մեջ գրած մարդիկը ընդհանրապես այդ Լենին բաբիգի ժառանգորդներու բարդատրությամբ գրված բաներ էին, չէ՞։ Այո, գիտությունը, աստղադիտարանները, երաժշտությունը չափանիշներ կար, ովքեր նորեն Լենին բաբիգի թորնիկները չափանիշներ դրած էին։ Իսկ բացահայտեցա, որ այդ մեկը չի հաջողիր, քանի բացահայտ է, չէ, Հայաստանի անկախացումից ավելի շատ մարդիկ արևմուտք եկան, քան թե հայկական ցեղասպանությունեն հետո։ 100 դարերաց ավելի քիչ մարդ հայ իր հողեն դուրս մնաց, քանի 1 միլիոն սպաննվեցան։ Քան թե Հայաստանի անկախացումից հետո արդեն մոտ 1 միլիոնի չափ հայ Հայաստանի հողեն դուրս ելան։ Ուրեմն, ինչու։ Քանի որ դկիդությունը չափանիշներ ունի սերներ, եւ մարդիկ որ չեն գնար հանդուրժեր դկիդությունը ինձ նման։ Ես հարկեմ քեզի որ թուն փամը չես գիտեր, բայց ես չեմ գնար հարկել քեզի թուն որ փամը չես գիտեր, որ աբացուցում ես որ թուն փամը գիտես։ Եղավ։ Իսկ հայերը աբուշ են, մեքսիկացիները հիմար են, կանադացիները եղջերուր են, ֆրանսացիները ցի են, եգիպտացիները գոգորտիլոզ են։ Ինչ եղավ։ Եղավ։ Անհադիմը գարձիկն է։ Իմ գարձիկս է։ Դուք գիտեք, այս ծրագիրը 20 տարի է գարձիկ կհարցնե։ Եվ գարձիկը, այսինքն նայեցեք, որ մեկ թադարանի մեջը, եւ որ ես կսեմ, որ իմ գարձիկն է, որ թուն ավանակ ես, թադավորը չի գնալ ինձի բարդացրել, որ իմ գարձիկս փոխեմ։ Եղավ սեներ։ Անսինգ առաջնային ինչ նորություններ կան հայ աշխարհի մեջ։ Բարի Լուիս։ Բարի Ստեփան։ Բարև, ինչպես ես։ Նոր կնան ասեցի հզվնաց, հիմա դու ես հզվնաց։ Այդ հոլանդացին աղջիկը ոնց որ շերի կանչում է իր մոտ։ Էթուն կնա։ Հասկացա՞ր։ Հա, հասկացա, դու հասկացար։ Քեզի ինչու մեկը չի գանչեր գոր։ Ինձ գիտես քանի աղջիկ կգանչե։ Գիտես ինչու։ Հա, գիտեմ։ Ավանակ հայ դղամարտիկ սորվեցեք։ Իքական սերը բահանջ ունի ուղեղ ունեցող դղամարտին։ Եղավ։ Ղզղզնայության մեջը գապ չունի։ Իքական սերի ամենագարևոր սերային հարաբերության մաքուր հայերենով ասեմ անդամը չէ, այլ օրգանը ոչ արքանտն է, ոչ գուրցքն է, այլ ուղեղն է։ Իսկ հայ դղամարտիկ, որ չեն գիտեր հայուհիին ուղեղով սիրապանեն եւ գարձում են որ միան թե բամ 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 ասիկապաններ այդ պիպերը որ գա փանիփաներ միցեի բայց մարդիկ կան որ չեն ախորժիր որ չեմ ուզել իրենց վիրավորել ուրեմն դուք սիրեներ հայ դղամարտիկ երեսնից զուր է քանի որ դուք կարծում եք որ իգական սերը միան թե այդ իրավիճակի մեջ պետք է կորզածվի չէ իգական սերին գշահիս ուղեղով մնացած արդեն ամեն քոնն է աշխարհը ուրեմն 21-րդ դարուն եւ որ մենք հայերս թեր ապրում ենք 16-րդ դարի չափանիշներով քանի կարծում ենք որ մեր սովորություններն են այդ բոլորը մեկ հատ կնա մեծ հայրդ քեզի բացմություններ թող պատմե ինչերը ինքը զրկված էր մեկ հատ մեծ մորդ մոդեցիր նայիր որ ցանկի ընթացքին ինքը չեկիցած թե ինչ է սերը հա մենք սիրում ենք 70 տարի երբ ապրած ենք իրարու վարժված են
եւ որ թուն այսօր 21-րդ դարուն եկած ես Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ուրդեղ այս մարդիկը ոչ մշակույթ ունին, ոչ ընտանեկան արժանապատվություն ունին։ Ավանակ, ինչու եկերես եթե այդպես է։ Քնա ուր որ ընտանեկան արժանապատվություն կա, ուրդեղ որ մարդկային արժեք կա, Հայաստանեն մինչև Կովկասի այլ ուրիշ երկիրներ կամ մերձավոր արևելքի հետամնաց չադե ավելի շատ զարգացած են։ Սեներ ոչ թե հայությունեն դուրս կելեք, եթե վարգյամը ծեր մեծ բաբերու օրենքներեն դուրս ելեք, այլ երկրակունթի նայեցեք, անգախ Հայաստան կոյություն ունի, անգախ հայ մտավորական կա, անգախ հայ դքետ մարդը կա, երկրակունթը ժամանակը անցնում է։ Սեներ արդեն տեսնում ենք Երգաթե մարդիկ պիտի ստեղծվին։ Երգաթե մարդիկ, ոչ թե ռոբոտներ, այլ մարդ արարած, որ երգաթե սարքված է։ Նույն այդ մարդ արարածը ցեզ նման պիտի լա։ Նորից զանգարեցեք։ Այսօր բավական շղայնացուցիկ, բավական մարդիկ կա, 70 հոգի արդեն գնայի գորա դեր, մինչև Շիկագոյեն մարդիկ կա մտածեն, այս ժամը մենք անցնենք ցեզի, ես միջատ գավթամ ասե եւ ասե գահայտնեմ ցեզի։ Բարի լույս։ Ստեփան, բարի լույս։ Ստեփան, դες ընտրամուլ զանգես առաջի դրամարտու հետ հարցեր քննարկում ասում, դա շատ լուրջ հարց է։ Պարզապես ես էլ անտեղյակ եմ, ես լսել եմ ուրիշտեղից, որտեղ մի լուրջ խնդիր կա։ Այսինքն արգանդի մեջ զիրակսի մեքենա Չէ, դա արգանդե չէ, ուշադիր լսիր Ստեփան։ Այդ տղան ուզում էր բացատրել, պարզապես դու արագ բորբոքվեցիր եւ չթողեցի որ նա բացատրի։ Հիմա հետեւյալն է։ Հрьяաներու հետ գաբունի։ Հрьяաներու հետ գաբունի։ Չէ, բոլորովին։ Բնության մի առանձին օրենք է աշխատում, որը գիտնականները հայտնաբերել են, պարզապես մենք չգիտեինք, հիմա իմանում ենք, որ ոմանց տարօրինակ է թվում, որտեղ այո, սովորույթներով եղած բաներով են, բայց հիմա հարցն է, որ բոլոր դեպքերում բնազդաբար, երբ որ կինը պաշտպանվում է, չէ, աղջիկները իզուր չէին, որ իրանց գցունեին գետը ինքնասպան էին լինում։ Իրանց ոչ ոք չէր ասում գնացեք ինքնասպան եղեք, բայց միշտ էլ բնազդաբար կինը այդպես վարվել է։ Ուրեմն ինչ որ մի օրենք է աշխատում մարդկանց մեջ, որ այդ ինքնապաշտպանությունը ոնց որ իր ինչ որ մի բան պաշտպանում է իրեն, ստիպում է պաշտպանվել, թույլ չի տալիս որ պատահական օտար մի խառնածինը մանավանդ այդ քոչվորները իր պատվետ խաղանի, հարցը արդեն կուսությունը չի, այստեղ ուրիշ բան կա, բացի ազգայինը։ Հիմա այդ տղան էսպես կարճ էսպես ասեմ, որ կարճ լինի, երկար չտևի։ Այո, որ ուրիշ է։ Շատ լուրջ հարց է։ Երբ որ կին կնոջը որևէ տրամարտը մոտենում, ով ուզում է լինի, ինչ ազգի ուզում է լինի, նշանակություն չունի։ Ուրեմն կնոջ մոտ կամ այդ բնազդական այդ խնդիրը կա, նրա մոտ տպավորվում է այդ տրամարտու ներգործությունը ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև որպես էներգետիկ համակարգով նրա էությունից փոխանցվող սերմի այն տպավորությունը, որ պետք է իր սերմի հետ խառնվի եւ երեխա ծնվի, կնոջ մոտ ավտոմատորեն այդ առաջի մոտեցումը հասկանում ես, շատ խորն է տպավորվում։ Եվ եթե անգամ առաջի տրամարտը ասենք երեխա ունեցավ, բայց ուրեմն ինքը արքան թույլ որ երեխան պիտի ապրի, դպավորված է ինչ որ ներս մտած ելած է ադարքենտի մեջը։ Դա ֆիզիկապես ուրիշ հարց է։ Այստեղ խորքային հարց կա։ Խնդրում ուշադիր լսիր ինչ եմ ասում։ Եվ դիքան, դու ինձ համարում ես որ ես լավ արմեն եմ։ Դու լավ բան ուզում ես անես, բայց քո մոտ շատ ծայրեր ձևերով է ստացվում։ Հիմա մի բան, ներիր այսպեսի մի բան ասեմ, հարգելի Ստեփան։ Քեզ միտքից ինչ է մի բանն է խանգարում։ Այդ մարդը որ ուզում էր մի բան բացատրել, պարզապես դու չէր թողում որ նա հանգիստ բացատրի։ Սիրելիս կանի դրամապանական չէ, հիմա քեզի բիչի ցկեմ որ բացատրել։ Քանի դրամապանական չէ։ Հարցը միայն տրամաբանություն չի, սիրելիս, միայն տրամաբանություն չի։ Դա կարևոր է, բայց կա գիտություն, որը հնուց է դրա մասին ասվել։ Դրա մասին բայց ով է ասել, նույն այդ մարդը, որ վախեցել է, որ իր աբակագինը նեգատիվացիա լեսել, ես քո կնկանդ հետ բարգեր եմ։ Big deal։
Դիկրան։ Էդի դրանից չի, դա դրանից չի, Ստեփան հարգելիս մի րոպե համբերիր։ Տեսնու դու արդեն ջայնացար, լարված ես, հասկանում ես։ Չէ, ես լարված չեմ, ես հիմա շատ ուրախացա։ Գիտես ինչու։ Քանի իմ դեսագը շատ լավ արմեններ են։ Սիրելի կանայք, ովքեր առաջին անգամ գուզեն հարաբերություն ունենալ, իմ կողմս եկեք։ Տես, ես քեզ ուզում հանգես կարճ բան բացատրեմ, որ բոքվել ես, լարվել ես արդեն հարգելիս։ Մի պահ հանդարտ։ Դիկրան դկեդության ճապանիշներ կան։ Կարճ, չէ։ Ասա որ ուրիշներն արիտ տանք։ Ասա։ Դե հիմա վերջացնենք, դա լուրջ հարց ինչ որ նա ասեց, իրոք պետք է ուսումնասիրել, հետո նոր վիճաբանել։ Ես քեզ դա եմ առաջարկում ուսումնասիրել, պետք ես դա կիմանամ, հետո կասեմ, լավ։ Եղավ Դիկրան, քեզի բարի լույս։ Ուրեմն Դիկրանին բաշտոն դվինք, որ եւ դա ուսումնական, Դիկրանը բավական քիդագից մարդ է, բավական ուսումնասիրություն է։ Ես ժամանակ չունեմ։ Ես բավական կորձեր ունեմ անելիք, որ 2800 թվականին եւ որ մարդիկ բացահայտեն, որ այս ամեն խոսքերը իզուրբաներ են, Ստեփան Պարտամյանի վավերագրությունները ոչ թե կանտված իրավիճակի մեջ, այլ ապրած իրավիճակի մեջ, այն ժամանակին, որ հայերը եղել են 2800 թվականին մարդիկ ասեն, որ նայեցեք փաստերը ամեն գա։ Ուրեմն Դիկրանը պիտի հետախուզե, նայի առաջին մուտքը Որչապ աստեցություն ունի աբակա սերունդների վրա։ Ասիկա հոյակա թոկտորայի ուսումնասիրություն է։ Բարի լույս ծեր գարձիկը։ Ալո, բարոն Ստեփան։ Այո, բարև։ Ինչպես եք։ Ես միշտ լավ, դուք ինչպես եք։ Բարոն Ստեփան, գներես իհարկե հաջիս։ Այո։ Դու Աբուշի մեկն ես։ Շնորհակալություն։ Բարի լույս, շնորհակալություն։ Եո։ Այս մարդը այս գիշեր այսպես պիտի հանգիստ բարգի, եթե ես կարող եմ իրեն հանգստություն տամ, որ հանգիստ բարգի, թո ասե, ես աշխարհի ամենամեծ աբուշն եմ, ոչ թե հիմա կսեմ, քանի այս հիմարը ըսավ, այլ առաջին ծրագրից մոտավորապես 20 տարի առաջ ասած եմ, որ ես չեմ անդրադարձած որ մեր ազգը, մեր ժողովուրդը չի կարողանա հարաճ թիմե։ Բայց ես բնթում եմ, նայեցեք աշխարհը եւ շատ ուրախ եմ, որ սերունդ մը գա եւ գենտատրեմ, որ այդ սերունդը, որ հիմա կա, այդ առաջին զիրակս եղած դարբերակը չէ, որ ուղեղնին օգտագործում են եւ դրամապանականորեն անդրադառնում են այնինչ, որ ես կխոսեմ եւ իրենց ոչ թե իմ բարդատրությամբ, իրենց ուզելով բրբդում են եւ նայում որ ինչ կա, ինչ չկա։ Աստված նորեն սա արևդրական ցանցումներով պիտի երթանք։ Արևդրական ցանցումներ այս աբուշին գոմեն նվիրված ամեն աբուշներին, որ ցաղկոմը նստած են։ Բարի լույս։ Այս տարի Գլենդելի դպրոցների միացյալ խորհրդի եւ Գլենդել քոլեջի շրջանները բաժանվել են ընտրատարածքների։ Գլենդելի հայդատի հանձնախումբը կոչ է անում ընտրել Գլենդելի դպրոցների միացյալ կրթական կազմի համար ընտրատարածք B Greg Krikorian, ընտրատարածք C Արմինե Ղարպետյան, ընտրատարածք D Շանթ Սահակյան, Գլենդել քոլեջի հոկեբարձուների կազմի համար ընտրատարածք 2 Ann Ransford, ընտրատարածք 3 Արմինե Հակոբյան, ընտրատարածք 4 Իվետ Վարդանյան Դեյվիս, հավելյալ տեղեկությունների կամ օգնության համար զանգահարեք։ Gaucho's Village, ավանդական բրազիլական steakhouse Գլենդելի կենտրոնում։ Gaucho's Steakhouse-ի ճաշացանքն առանձնանում է էկզոտիկ համերի ու բույրերի անզուգական համադրությամբ։ Համեցեք եւ ճաշակեք ախորժալի նախուտեստների, թարմ աղցանների եւ տաք ճաշատեսակների բոլորովին նոր ու լրացված տեսականի։ Փորձեք նրբահամ պիկանյան ու անմահական խորովածի այլ տեսակները։ Եվ իհարկե չմոռանաք համտեսել ամենասիրված բրազիլական ըմպելիքը՝ կայպիրինյա։ Դե իսկ կրկոտ սամբայի ռիթմերն ու գեղեցկուհի բարուհիները ձեր երեկոն պարզապես անմոռանալի կդարձնեն։ Բացահայտեք բրազիլական խոհանոցի լավագույն ավանդույթները Gaucho's Village-ում։ Ցեներ փաստը կմնա փաստ, կարևոր չէ որ ես ինքս կովեմ կամ ոչ, բայց փաստը կմնա փաստ, որ հայկական արվեստների ցուցասրահը Փանալես յետ մնացած բոլոր գազագերբությունները, որ տրամոնին,
Մնացած բոլոր վայրերը, որ ամեն տեսակի ապահովված են իրենք ինձ չափ մշակույթի ներդրում չեն կատարած վերջին 8 ամիսների ընթացքին։ Եկեք միասնապար ծափարենք Ստեփան Պարտամյանի համար։ Գիտեք ինչու սեներ, քանի հայը չի գնար քննադատել հային, ու ստիպված ես պիտի կատարեմ։ Բայց եթե ես պատահեի, որ ասենք թե այդ բոլոր գազམ་ագերություններուն ասեի, որ դուք որ 100 տարի է, դուք որ 1700 տարի է գոյությունիկ, դուք տալիս եք մեր ասկին եւ իրենց հետուկները լզեի, ինչպես որ մնացած ամբողջ հայերը կատարում են։ Ուրեմն դեր գնայի հասնել։ Դեր։ Բայց հիմա քանի որ ես արդեն դիեզերք եմ հասել իմ կորձունեության։ Ուրեմն կալ ուրբաթ օրը Վասկեն Մատյանի ստեղծագործություններն են սիրելիներ։ Հարսանյաց ծրահներից, հոգեհանգիստի ջաշերից, գնունքի էշություններից եւ Քրիստոսի գույս մորը երեխա բերելից ավելի նպաստավոր է մշակույթով սպառվել։ Իսկ անցնենք առաջ։ Բարի լույս ծեր գարձիկը։ Բարոն Ստեփան, բարի երեկո։ Բարի երեկո։ Ես Հերադեսիլի մտիկմիներ։ մի խոսք ունեմ ասելու։ Ասա։ Դուք որ անընդհատ կրկնում եք, երբ այդ ժողովուրդը խելքը գլխին լիգա, մի բան եմ խնդրում, ես որ դուք երբ պիտի զգոնանաք, որ այդ ժևժակ աբուշներին այդքան երկար ժամանակ չդրամադրեք, թե Յահոդին, Հրյան, Արմենյան, բիլմեմնե, իհարկե նախ դիկրանը ոչեչարի իկրալ։ Քիծա որ երկար ժամանակ չես զանգեցիր, վերջը նորեն զանգեցիր, իսիր որ բիչի զանգես, չէ։ Վնաս չունի։ Սիրելիս, այս դրակիրը գբացահայտե հայ անհադի մտածելակերպը։ Ես կարող եմ շատ լուրջ հաղորդում վարել, որ մարդոց խափեմ, բայց ադիգա ես չեմ, խափողը չեմ։ Ես տիպուկ հադուկ հարցումներ եմ տնում, որ տեսնեմ, որ մեր ասկը 21-րդ տարի մեջ է ապրում կամ թեր 13-րդ տարին է ապրում։ Շնորհակալություն սիրելիս։ Շնորհակալություն, բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս ծեր գարձիկը։ Բարի լույս, հերադեսիլի մի նայիք։ Չէ։ Բարի լույս։ Ստեփան։ Այո։ Ալո։ Ասա, արագ ասա։ Մի քանի հատ աբուշ է քնում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Մեկ հատ ժողովրդական նոր երգ պիտի անեմ, որ պիտի գոչվի Աբուշ ենք մենք։ Եվ ասանք քայլ երգի նման։ Գնա նույնիսկ այդ իդալացի սիրուհի երաժշտությունը անել։ Գիտեք, իդալացի սիրուհին, որ Նալբանդյանը օգտագործած էր հետո դքետ հայերին Հայաստանի քայլ երգը։ Մենք աբուշ ենք հայերս եւ այդպես անցնենք խոսենք։ Ծեր գարձիկը։ Ծեր գարձիկը։ Ալո։ Այո, ծեր գարձիկը, խնդրեմ խոսեցեք։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ, ինչպես եք։ Շատ գեղեցիկ հաղորդում է։ Ուղղակի այն մյուս խոսացող հայ տղամարդուն, եթե հետաքրքիր չի, եթե գաղափար չունես լսելու, ավելի լավ է մի լսի։ Գնա ուրիշ ավելի հետաքրքիր սերիալներ կա, ավելի լավ կնանք նայել։ Իքագանսերը դրամապանություն է օգտագործում, իսկ հայ տղամարդը ըսկացում է օգտագործում։ Այդ է պատճառը, որ մենք առաջ չենք կնար երթալ։ Ըսկացումներով ոչ ասկ ղեկավարվի, ըսկացումներով ոչ մի հաղթանակ կվնանք տանել։ Դրամապանությամբ է։ Եվ ես ներողություն, եւ ես ուրախ եմ, որ հայ գինը շատ ավելի դրամապանությամբ կմոտենա, մանավանդ որ ուսումնասիրություններ կան, որ միշտ կսեն, իքագանսերը շատ ավելի ըսկացումային մոտեցում ունի ամեն ինչի։ Բայց քանի որ մենք հայերս դարբեր ենք, աշխարհի անձրևը վերեն վարգ ու հայկականը վարեն վերգել է, բացահայտ է, որ հայուհին ավելի դրամապանություն ունի։ Շնորհակալություն։ Բարի լույս։ Բարի լույս, ծեր գարձիկը։
Բարելույս Ստեփան ջան։ Բարև, սիրելիս, հոգիս։ Ջանը ցկենք այդ դխմար դղատներուն վրան։ Ես նույն խոսքերը պիտի ասեմ, ինչ որ այդ կինը կրկնեց։ Please, մի ջղայնացի, ոչ մեկի տելեֆոններին մի պատասխանը։ Չէ, հաջելի է։ Ով որ չի սիրեր, թող չլսած պրոգրամը, թող ռադը քաշե պրոգրամից դուրս գա, թող դա ուրիշ բաներ թողնայ։ We love you so much։ Շնորհակալություն։ Հիմա մեկը բիցոր նայ անգլերենով we love you so much, ասավ եւ ցկեց որ անգլերեն կորձած է։ Ամերիկա է։ Եղավ, մի անտե ջամփարը պետք է վերացնենք մեր այս դքետ հայերու փերանեն եւ օգտագործենք հոգիս սիրելիս։ Անինչ որ արևելահայերենը ճունի, ամոթ չէ արևմտահայերենից օգտագործել։ Ամոթ է լադիներենից օգտագործել։ Եվ ադե բաժարը սերներ, որ 101 օրինակ օրհնեցի եւ պահպանեցի հայ ժողովրդի դքիդության չափանիշների մեջ։ Եթե չի գարտակ եւ չի դարաձեք, հայերեն լեզուն պիտի հալելույա, հալելույա։ Չեղավ, ինչպես չլավ, շատ ժամանակ չմնաց սիրելիներ։ Ինչ որ է, այսօր բավական լավ օր էր, այսօր ժամը 6:09 հայկական արվեստի պատկերասրահին այցելեցին մարդիկ, հետաքրական մարդիկ էին, լավ ժամանակ անցուցինք, 55 հատ գիրք վաճառվեցավ սիրելիներ, նպատակը 500 հասցնել է։ Ուրեմն, հարաճիգա, մինչև ցեզ եսեմ, ապրիլ 24-ին շատ մեծ անագնգալ ունիմ ցեզի համար Geno Live հասկացողության, նկարի եմակ եթե ցեզ ցուցադրեն, բայց արվեստի այդ պատկերասրահի մեջը Edens panel bitzederem, edens. Այսինքն այդպիսի panel bitzederem, որ այս 4 մարդիկը չէ միայն, այլ մի դասնյակը հայեր, ովքեր երկրակունթի 7.5 բիլիոնին մեծ օժանդակություն հրազեն։ Ուրեմն, նրանք ովքեր պիտի ապրիլ 24-ին եւ տակ բայկար մինչեւ վերջ հաղթական, իդ վերաթարնակ ոչ հաղթական իրավիճակի մեջը, կգնաք այցելեր Armenian Arts պատկերասրահը 1125 եւ այդտեղ պիտի զեդերվի կորձիկներ, ստեղծագործություններ եւ իրենց հերինագային իրանքը։ Ոչ թե մենց բաբեն, այսենց բաներ անում, կամ գիտես Երևանի մեջ որ մենք ատոմական ռումբ ստեղծեցինք աշխարհը ճուներ։ Անանք առասպելական բաներ չէ։ Փաստաթուղթերով եւ ամենը միան ամերիկայեն այդ երգիրը որ ոչ հայ կստեղծե ոչ հայկական ինքնություն կստեղծե այլ բարձրապես Ստեփան Պարտամյանը կստեղծե որ անգերձորեն գելե գարդահայդվի որ մենք հայերս 5 հատ գիրք գրած եմ ունեցել ենք խելացի ենք դրած ենք այդ Հայաստանին այդ հիմար լեզվապանը որ ասում է 20-րդ տարուն եթե հարազատներ կան որ գճանշնակ խնդրեմ ինձ եսեք քիրքերես ասենք օրինակներ մը գրգեմ իրեն թողեցնեն որ իսկապես կան խելացի հայեր բայց աբուշներն ագան ուրեմն անոնք ամեն բիզ դերվին եւ այս 4 անհատներու նկարները որ տեսակ իրենց փերաններով պիտի բատմեն իրենց կորձունեությունը քանի որ սերներ հայը չի գնար այդ մարդուն արժեքավորել եթե ինքը չխոսի բայց եթե բադահեր որ ես դունը նստած էի եւ որ թուրք ջանդարման թուրը զարգավ իր ոտքով եւ վարյանական ընտանիքի անդամները ամեն անգողիններին դակ բահվեցին բայց ջանդարման եկավ եւ այդ երեխաներուն աչքին արջև ինձի բռնապարեց ասան քիրկը եթե քրվածը լավն է Աբրես տուգին, որ թում բռնապարվեցար հանուն հայ ասկի, ներողություն այդտեղ զիրաքսի մեքենան չաշխատիր, քանի որ եթե երեխաներ ուներ, այդ թուրքի գադարածը, հիմա գիտեք որ Ստեփանը ցեր է առնում, Ստեփանը ոչ թե ցեր է առնում, այլ շատերի դքիդության չափանիշներն է ներկայացում։ Զանգերը թողնան, քանի որ միան թե Աստված ինձ 1 րոպե դրամատրած է, իմ Աստվածը, ցեր Աստվածը չէ։ Ձեր զանգերը արդեն ուշ եք, քիչ աչե որ ազատ ժամ գավ չի զանգեցիք, ով որ նեղված է նեղված թողելա, ով որ լայնցված է լայնցված թողելա, մեկ բան ցեզի եմ սերներ։ Հայերեն լեզուն
իր մեջ ունի երկու ուղղություն։ Մեկը աջ ուղղություն է, մեկը ցախ ուղղություն է։ Ահավասիկ կտեսնեք։ Մեկը failure է, մեկը success է։ Եվ որ 100 տարի հետո մարդիկ կսեն, ես այս գործի մեջը fail արեցի, այսինքն այդ ժամանակ երկրակունթի վրա հայությունը կբացի։ Քանի որ հայերեն լեզվի փանալիները աջ ուղղության, որ հաջողությունն է, եւ ցախ ուղղության, որ ցախողությունն է, երկրակունթի բոլոր կանցերը կփանան։ Բայց քանի որ դքետ ասկենք եւ stupid ասկենք, ցեզի այսօր միան մեկ հատ միսներուն չէ, ցեզի Փարի լույս։ Աբուշի մեգը պիտի լաս, եթե չհասկնաս, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հայկական է։ Փարի լույս։